Նա արթնացավ մենակ ու վախեցած, չիմանալով, թե ինչու մայրը տուն չվերադարձավ։ Նա օգնեց աղջկան, այն, ինչ թվում էր սովորական պատահար, բացահայտում է անթիվ ցավոտ գաղտնիքներ։ Եվ երբ նա վերագտնում է կորցրածը, անցյալը պահանջում է չափազանց թանկ գին, որն անհնար է անտեսել։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակենք։ Առավոտյան ժամը 6:45-ին բջջային հեռախոսը թրթռաց մարմարե սեղանին, լռությունը խախտող ազդանշանի պես։ Արմեն Պետրոսյանը Երանի կենտրոնում գտնվող իր բնակարանի անձնական մարզասրահի վազքուղու վրա էր, քրտինքը հոսում էր ճակատով, ականջակալները ականջներին, երբ տեսավ, որ էկրանին լուսավորվեց դստեր անունը։ Անի։ 8 տարեկան։ Նա երբեք այդ ժամին չէր զանգում։ Սիրտը սկսեց բաբախել նախքան պատասխանելը։ Ձեռքը սրբիչով սրբեց, հանեց ականջակալները, մատը սահեցրեց էկրանով։ Մյուս կողմից լսված ձայնը այն ուրախ, բարակ ձայնը չէր, որը սովորաբար խնդրում էր իրեն դպրոցից վերցնել կամ պատմում էր մաթեմատիկայի ստուգողականի մասին։ Դա դողացող, խեղդվող ձայն էր, լի այնպիսի վախով, որը չափազանց մեծ էր այդքան փոքր մարմնում տեղավորվելու համար։ Պապ, մաման տուն չի եկել։ Արմենը զգաց, թե ինչպես է գետինը փախչում ոտքերի տակից։ Նա կտրուկ շարժումով անջատեց վազքուղին, քիչ մնաց կորցներ հավասարակշռությունը։ Անին լաց էր լինում հեռախոսի մյուս կողմում, փորձելով հեկեկոցների միջից խոսել, բացատրել, որ մայրը նախորդ գիշեր դուրս էր եկել, ասելով, որ շուտով կվերադառնա, որ ընդամենը կարճ ժամանակով է գնում, բայց ժամացույցն անցել էր կեսգիշերը, անցել էր գիշերվա ժամը 1-ը, նա չէր վերադարձել։ Աղջիկը տիկին Լուսինեի հարամ բնակարանի թոշակառու տատիկի տանն էր, ով նրան ներս էր թողել, երբ Անին արդեն լուսադեմին թակել էր նրա դուռը, լաց լինելով ու դողալով։ Արմենը փորձեց ձայնը հաստատուն պահել, բայց ներսում ամեն ինչ փլուզվում էր։ Դստերը ասաց, որ արդեն գալիս է, որ ամեն ինչ լավ կլինի, որ մայրիկը երի ինչ-որ անկանխատեսելի բանի է հանդիպել։ Բայց խոսելու ընթացքում կրծքում մի վատ զգացողություն էր մեծանում։ Նարինեն, իր նախկին կինը, երբեք այդպես չէր վարվի։ Երբեք Անիին մենակ չէր թողնի ամբողջ գիշեր։ Ինչ-որ շատ վատ բան էր պատահել։ Նա անջատեց հեռախոսը, գցեց շորտի գրպանը, ուղիղ գնաց ննջասենյակ։ 3 րոպեից էլ քիչ ժամանակում հագուստը փոխեց, վերցրեց իր Mercedes-Benz-ի բանալիները, դուրս եկավ բնակարանից, սիրտը կուրծքը ճեղքելու չափ բաբախելով։ Երանի փողոցները դեռ դատարկ էին այդ կիրակի առավոտյան, մինչ նա մեքենան վարում էր դեպի Շենգավիթ թաղամաս, որտեղ Նարինեն ապրում էր դստեր հետ, Արմենը հանկարծ ընկղմվեց հիշողությունների մեջ, որոնք փորձել էր թաղել 3 տարի առաջ։ Բաժանումը պայթյուն չէր եղել։ Դա դանդաղ, լուռ, ցավոտ քայքայում էր։ Նրանք երջանիկ էին եղել մի ժամանակ, շատ վաղուց, երբ Արմենը դեռ սկսնակ գործարար էր, քրտնաջան աշխատում էր, կառուցելու Լյուքս դասի մարզասրահների ցանցը, որն այսօր նրան միլիոնատեր էր դարձրել։ Նարինեն նրա կողքին էր, հղի անիով, երազում էր երջանիկ ընտանիքի, այգում անցկացրած հանգստյան օրերի, տանը ընթրիքների, քնելուց առաջ հեքիաթների մասին։ Բայց հաջողությունն իր գինն էր պահանջել։ Արմենը սկսեց աշխատել օրական 12-14 ժամ։ Հանդիպումներ, գործուղումներ, բացումներ, միջոցառումներ։ Նա կարծում էր, որ այդ ամենն անում է նրանց համար, որ հարմարավետություն, անվտանգություն ապահովելը նույնն է, ինչ սեր տալը։ Նարինեն տունը պահում էր մենակ։ Անին խնամում էր մենակ։ Սպասում էր մենակ։ Եվ երբ այլս չդիմացավ սպասելուն, բաժանություն պահանջեց։ Արմենը չէր պայքարել։ Չէր աղաչել։ Ստորագրել էր փաստաթղթերը, պայմանավորվել ալիմենտի շուրջ առաջ շարժվել, համոզված լինելով, որ դա լավագույնն է բոլորի համար։ Բայց հիմա, Երանի ամայի փողոցներով մեքենա վարելիս, նա հասկացավ, որ ամբողջ ընթացքում ինքն իրեն խաբել է։ Նա երբեք առաջ չէր շարժվել։ Նա պարզապես ծածրել էր։ 20 րոպե անց նա հասավ Նարինեի շենքի մոտ։ Հին, 4 հարկանի շենք էր, առանց դռնապանի, պատերի ներկը թափված։ Արմենը վազելով բարձրացավ աստիճաններով, թակեց հարանի բնակարանի դուռը, տիկին Լուսինեն գրեթե անմիջապես բացեց, կարծես սպասում էր։ Նա մոտ 70 տարեկան մի կին էր, սպիտակ մազերը հավաքված, ծաղկավոր գոգնոցով, հոգնած, բայց ջերմ հայացքով։ Անին նստած էր հյուրասենյակի բազմոցին, գրկել էր մաշված փափուկ արջուկը, որը Արմենը նրան նվիրել էր տարիներ առաջ, բացակայությունը նվերներով լրացնելու բազմաթիվ փորձերից մեկի ժամանակ։
Երբ աղջիկը տեսավ հորը, վազեց նետվեց նրա գիրկը, բարձր հեկեկալով, կառչելով նրա վերնաշապիկից, կարծես նա էլ կանհետանար։ Պապ, որտեղ է նա։ Որտեղ է մաման։ Արմենը ամուր գրկեց դստերը, զգալով, թե ինչպես է կուրծքը սեղմվում։ Չգիտեր, ինչ պատասխանել։ Չգիտեր, ինչ անել։ Միայն գիտեր, որ պետք է գտներ Նարինեին շուտ։ Տիկին Լուսինեն սուրճ պատրաստեց պատմեց այն, ինչ գիտեր։ Նախորդ գիշեր, ժամը 9-ի կողմերը, մի տղամարդ էր եկել Նարինեի բնակարանի դուռը։ Նա լավ հագնված էր, մուգ կոստյումով, բայց մռայլ տեսք ուներ, ծանր ներկայություն։ Տիկին Լուսինեն լսել էր խոսակցությունը միջանցքից։ Տղամարդը ինչ-որ բան էր ասել ժամանակի սպառվելու, հարցը մեկընդմիշտ լուծելու մասին։ Նարինեն գունատվել էր, սկսել էր անհանգիստ քայլել, հեռախոսը ձեռքին խառնել։ Կես ժամ անց նա շտապ հագնվել էր, մուգ զգեստ, բարձրակրունկներ, սուր օծանելիք, դուրս էր եկել տղամարդու հետ։ Անին մենակ էր թողել։ Արմենը զգաց, թե ինչպես է զայրույթը բարձրանում կոկորդով։ Ինչպես էր Նարինեն դա արել։ Ինչպես էր դստերը մենակ թողել գիշերվա կեսին։ Բայց մինույն ժամանակ նա գիտեր, որ Նարինեն երբեք դա չէր անի առանց շատ լուրջ պատճառի։ Նա Անին ամեն ինչից շատ էր սիրում։ Եթե այդպես դուրս էր եկել, ուրեմն վախեցած էր։ Ինչից։ Ումից։ Նա շնորհակալություն հայտնեց տիկին Լուսինեին, Անին գրկեց գնաց Նարինեի բնակարան։ Պահեստային բանալի ուներ, որը պահել էր բաժանումից հետո երբեք չէր օգտագործել։ Բացեց դուռը ներս մտավ, զգալով կրծքավանդակի սեղմում, տեսնելով տան վիճակը։ Բնակարանը փոքր էր, մեկ ննջասենյակ հյուրասենյակ, ամերիկյան խոհանոց, մանր լոգարան։ Բայց ցնցողը չափը չէր։ Անտեսված վիճակն էր։ Միջանցքում այրված լամբ։ Հյուրասենյակի առաստաղին խոնավության հետ արտահոսքի նշան։ Սառնարանի հետում մերկացած էլեկտրական լարեր։ Հին, մաշված կահույք, որը հազիվ էր պահպանում իր արժանապատվությունը։ Արմենը շուրջը նայեց խորը ամոթ զգաց։ Ինչպես նա դա առաջ չէր տեսել։ Ինչպես էր թույլ տվել, որ իր դստեր մայրն այդպես ապրի։ Անին խնդրեց լողանալ։ Արմենն օգնեց նրան, մաքուր հագուստ պատրաստեց, համպատրաստից նախաճաշ պատրաստեց այն ամենով, ինչ կար սառնարանում։ Նա պատրաստել չգիտեր, երբեք կարիքը չէր եղել, բայց ինչպես կարողացավ, արեց։ Բլիթներ պատրաստեց, որոնք ծուռումուռ ստացվեցին, եզրերը այրված, բայց Անին, այնուամենայնիվ, կերավ, լուռ, պատառաքաղով խաղալով, ափսեին նայելով սիրտ կոտրող տխրությամբ։ Հանկարծ նա հայացքը բարձրացրեց տվեց այն հարցը, որին Արմենը չէր սպասում։ Հայրիկ, ինչու եք դուք բաժանվել։ Նա կուլ տվեց։ Ինչպես բացատրել 8 տարեկան երեխային, որ մեծահասակները սխալվում են, որ իրար ցավեցնում են, որ սխալ ճանապարհ են ընտրում։ Նստեց նրա կողքին, բռնեց փոքրիկ ձեռքը զգուշորեն խոսեց։ Անի, երբեմն մարդիկ սիրում են իրար, բայց չեն կարողանում միասին ապրել։ Հայրիկդ ու մայրիկդ իրար շատ էին սիրում, բայց մենք ճանապարհին կորցրինք իրար։ Ես շատ էի աշխատում, մայրիկդ մենակ էր մնում, մենք դադարեցինք։ Իրար հասկանալ։ Ոչ ոքի մեղքը չէր։ Պարզապես տխրություն էր։ Աղջիկը մի պահ լուռ մնաց, մտածելով։ Հետո տվեց այն հարցը, որն էլ ավելի ցավեցրեց։ Դու դեռ սիրում ես մայրիկին։ Արմենը զգաց, որ օդը չի հերիքում։ Նայեց դստերը, այդ մեծ ու վախեցած աչքերին, հասկացավ, որ ստելն անիմաստ է։ Ոչ նրան։ Ոչ ինքն իրեն։ Սիրում եմ, Անի։ Ես սիրում եմ մայրիկիդ։ Եվ երբեք չեմ դադարել սիրել։ Անին նորից սկսեց լաց լինել, բայց այս անգամ դա այլ լաց էր, թեթացման մեղքի զգացումի խառնուրդ։ Ուրեմն իմ մեղքն է, հայրիկ։ Մայրիկը իմ պատճառով է տանջվում։ Ես դպրոցում շատ բան եմ ուզում, թանկարժեք գրենական պիտույքներ, նոր համազգեստ, նա անհանգստանում է։ Ես լսում եմ, թե ինչպես է նա գիշերը լաց լինում իր սենյակում։ Նա կարծում է, որ ես չեմ լսում, բայց ես լսում եմ։ Արմենը զգաց, որ կուրծքը պայթում է։ Ամուր գրկեց դստերը, շնջալով, որ ոչինչ նրա մեղքը չէ, որ նա աշխարհի ամենակարևոր բանն է, որ մեծահասակների խնդիրները երեխաների պատասխանատվությունը չեն։ Բայց ներսում նա փլուզվում էր։ Անին սովորել էր իրեն մեղադրել ծնողների սխալների համար։ Սովորել էր կուլ տալ լացը, որպեսզի հոգս չպատճառի։ Սովորել էր շատ շուտ մեծանալ։
Երբ Անին հանգստացավ, Արմենը նրան նորից թողեց տիկին Լուսինեի մոտ դուրս եկավ Նարինեին փնտրելու։ Նրան բանալիներ էին պետք։ Պետք էր հասկանալ, թե ինչ է կատարվում։ Վերադարձավ բնակարան, սկսեց ամեն ինչ խուզարկել։ Բացեց դարակները, պահարանները, նայեց մահճակալի տակ, զգեստապահարանի մեջ։ Եվ հենց ննջասենյակի գիշերասեղանին նա գտավ մի ծրար, լի ուշացած հաշիվներով, ամիսներով չվճարված կոմունալների անդորրագրեր, լույսի, ջրի անջատման մասին ծանուցումներ, վարկային քարտի պարտքերի պահանջներ, անհավանական տոկոսներով, և մի փոքրիկ, կապույտ կազմով տետր, լի նյարդային գրառումներով։ Պարտք։ Վերջնաժամկետ։ 300,000, 500,000, 1,000,000, որքան կարդում էր, այնքան սիրտը խորտակվում էր։ Նարինեն պարտքերի մեջ էր։ Շատ մեծ պարտքերի։ Եվ դիմել էր մեկին, ում չպետք է դիմեր։ Արմենը վերադարձավ հյուրասենյակ, նստեց բազմոցին, ձեռքը տարավ դեմքին, փորձելով մտածել։ Կոստյումով տղամարդը, որը նախորդ գիշեր եկել էր։ Վերջնաժամկետի մասին գրառումները։ Նարինեն, որ նյարդային դուրս էր եկել, հագնված, կարծես կարոր հանդիպման էր գնում, բայց աչքերում վախ կար։ Ամեն ինչ սկսում էր սարսափելի ձով իմաստ ստանալ։ Նա գումար էր պարտքով վերցրել։ Չէր կարողացել վճարել։ Եվ հիմա վճարում էր այլ կերպ։ Արմենը զգաց, որ զայրույթը վերադառնում է, բայց այս անգամ դա նրա հանդեպ զայրույթ չէր։ Դա զայրույթ էր իր հանդեպ։ Նա ամեն ինչ ուներ։ Ավելորդ գումար։ Կարող էր օգնել։ Կարող էր հարցնել։ Կարող էր ներկա լինել։ Բայց հպարտությունը ավելի մեծ էր եղել։ Երկուսի հպարտությունը։ Նարինեն չափազանց հպարտ էր օգնություն խնդրելու համար։ Իսկ նա չափազանց հպարտ էր առաջարկելու համար։ Վերցրեց հեռախոսը, զանգեց Նարինեին։ Ձայնային փոստ։ Նորից զանգեց։ Ձայնային փոստ։ 10 անգամ զանգեց։ Ոչինչ։ Դուրս եկավ բնակարանից, գնաց Նարինեի աշխատավայր, կանացի հագուստի խանութ Դալմա Գարթեն Մոլում։ Մենեջերը, Սոնա անունով միջին տարիքի մի կին, հաստատեց այն, ինչ նա արդեն կռահում էր։ Նարինեն աշխատանքի չէր եկել։ Եվ նրա բնավորությանը հատուկ չէր առանց զգուշացնելու բացակայելը։ Վերջին շաբաթներին նա տարօրինակ էր, ասաց Սոնան, ձեռքերը խաչելով, անհանգիստ նայելով Արմենին։ Ավելի նիհար, ավելի նյարդային։ 2 անգամ կանխավճար խնդրեց։ Իսկ ուրբաթ օրը, մի հեռախոսազանգից հետո, վազեց լոգարան, այնտեղ կես ժամ լաց եղավ։ Ես հարցրի, արդյոք ամեն ինչ կարգին է, բայց նա ասաց, այո։ Բայց ես գիտեի, որ կարգին չէ։ Արմենը շնորհակալություն հայտնեց, դուրս եկավ արտրի կենտրոնից, կուրծքը սեղմված։ Նարինեն մենակ էր տանջվում։ Եվ նա չէր տեսել։ Չէր նկատել։ Որովհետև չափազանց զբաղված էր կայսրություններ կառուցելով, մոռանալով, որ միակ բանը, որն իսկապես կարող էր, փլուզվում էր հենց իր աչքի առաջ։ Առավոտվա մնացած մասն անցկացրեց, գնալով այն վայրերը, որտեղ նրանք սովորաբար հաճախում էին, երբ դեռ ամուսնացած էին։ Հացի փուռը, որտեղ կիրակի օրերին նախաճաշում էին։ Այգին, որտեղ Անիին տանում էին խաղալու։ Կինոթատրոնը, որտեղ միասին առաջին ֆիլմն էին դիտել։ Բայց այն ամենը, ինչ գտավ, անցյալի արձագանքներն էին, որոնք այլս չէին վերադառնա։ Մինչ որ կեսօրին մոտ նա մտավ Կոմիտասի պողոտայի մի համեստ սրճարան, փոքրիկ, պարզ մի վայր, որտեղ Նարինեն երբեմն աշխատանքից հետո հյութ էր խմում։ Սեփականատերը, Պապի Պողոս անունով մի գեր, բարեհամբույր տղամարդ, անմիջապես ճանաչեց Արմենին։ Դուք Նարինեի նախկին ամուսինն եք, չէ՞։ Տեսել եմ, թե ինչպես է նա այստեղ Անին ձեր նկարը ցույց տալիս։ Արմենը կոկորդում, գունդ զգաց։ Նարինեն դեռ իր նկարներն էր ցույց տալիս դստերը։ Դեռ իր մասին էր խոսում։ Դեռ հիշում էր։ Պապի Պողոս, նա 3 գիշեր այստեղով անցել է։ Սրճարանի տերը գլխով արեց, բայց դեմքը լրջացավ։ Այո, անցել է։ Ժամը 9:30 կողմերը։ Նա նյարդային ներս մտավ, նստեց այնտեղ, խորքում, միայն ջուր պատվիրեց։ Ամբողջ ընթացքում հեռախոսն էր խառնում, դռանն էր նայում, կարծես մեկին էր սպասում։
Հետո մի կոստյումով տղամարդ եկավ, լավ հագնված, բայց մի տեսքով, որը ինձ դուր չեկավ։ Նրանք խոսեցին, նա սկսեց լաց լինել, տղամարդը ձայնը բարձրացրեց։ Վերջում նա տղամարդու հետ դուրս եկավ։ Բայց չթվաց, թե իր կամքով էր, ոչ։ Թվաց, թե գնաց, որովհետ այլ ընտրություն չուներ։ Արմենը զգաց, որ արյունը սառչում է։ Շնորհակալ եմ, պապի Պողոս։ Էլի ինչ-որ բան հիշում եք։ Որ է մանրամասն։ Սրճարանի տերը վարանեց, հետո գնաց վաճառասեղանի մոտ վերադարձավ ճմրթված թղթով։ Ես մեքենայի համարանիշը գրի առա։ Իրավիճակն ինձ տարօրինակ թվաց, գիտեք։ Մտածեցի, կարող է պետք գալ։ Արմենը վերցրեց թուղթը, կարդաց տառերի ու թվերի հաջորդականությունը։ Անսահման երախտագիտություն զգաց այս պարզ մարդու հանդեպ, ով ուշադրություն էր դարձրել, երբ ոչ ոք ուշադրություն չէր դարձնում։ Դուք, հնարավոր է, նրա կյանքը փրկեցիք, պապի Պողոս։ Սրճարանի տերը տխուր ժպտաց։ Հուսով եմ, տղաս։ Հուսով եմ։ Արմենը դուրս եկավ սրճարանից, ձեռքին կոնկրետ բանալի։ Զանգեց մի ազդեցիկ ընկերոջ մեկին, ով ճանաչում էր մարդկանց, ովքեր ճանաչում էին մարդկանց, մեկին, ով գիտեր, թե ինչպես է աշխարհն աշխատում, երբ օրենքը չափազանց դանդաղ է գործում։ Տվեց մեքենայի համարանիշը, սպասեց։ Կես ժամ անց հեռախոսը զանգեց։ Արմեն, այդ մեքենան պատկանում է պարտքերի հավաքագրման ընկերության։ Բայց դրանցից չէ, որոնք պաշտոնական են, հասկանում ես։ Կեղծ ընկերություն է։ Նրանք հեշտ վարկեր են առաջարկում հուսահատ մարդկանց, անհավանական տոկոսներ են գանձում, երբ մարդը չի վճարում, նրանք պարտքը հավաքում են այլ կերպ։ Արմենը զգաց, որ ստամոքսը շուռ է գալիս։ Ինչ կերպ։ Այն կերպ, որը դու պատկերացնում ես։ Անջատեց հեռախոսը, կանգնեց մայթի մեջտեղում, զգալով, թե ինչպես է աշխարհի ծանրությունն ընկնում իր ուսերին։ Նարինեն այդ մարդկանց ձեռքում էր։ Եվ նա պետք է նրան այնտեղից հաներ։ Արագ։ Ձեռք բերեց այդ ընկերության հասցեն։ Փոքր գրասենյակ Էրեբունի վարչական շրջանի արտրային գոտում, հին ու անխնամ շենքում։ Արմենը բարձրացավ աստիճաններով, թակեց դուռը, ներս մտավ, առանց պատասխանի սպասելու։ Սեղանի հետում մի տղամարդ էր նստած, համակարգչով ինչ-որ բան հավաքելով։ Նա հայացքը բարձրացրեց, տեսավ Արմենին, ժպտաց։ Սառը, հաշվարկված ժպիտ, մեկի, ով սովոր էր հուսահատության հետ գործ ունենալ։ Կարող եմ օգնել։ Արմենը մի քայլ առաջ արեց, զսպելով զայրույթը։ Ես Նարինե Սարգսյանին եմ փնտրում։ Նա ձեզ գումար է պարտք։ Եկել եմ վճարելու։ Տղամարդը գլուխը թեքեց, դեռ ժպտալով։ Նարինեն։ Իհարկե։ Բայց վերջնաժամկետն արդեն անցել է։ Հիմա նա մեզ համար ծառայություններ է մատուցում, մինչ պարտքը մարի։ Արդար պայմանավորվածությունը։ Արմենը բռունցքները սեղմեց։ Որքան է նա պարտք։ Տղամարդը մի թղթապանակ բացեց, ծածրեց, թե թվեր է ստուգում, հետո ասաց մի անհեթեթ գումար, ուռճացված չարաշահող տոկոսներով, հորինված վճարներով։ Արմենը աչքը չթարթեց։ Ես կվճարեմ։ Հիմա։ Բայց ուզում եմ, որ նա անմիջապես վերադառնա։ Տղամարդը հենվեց աթոռին, մատները խաչեց, նայեց Արմենին այն ժպիտով, որը աչքերին չէր հասնում։ Այդքան էլ հեշտ չէ։ Մենք կանոններ ունենք։ Ընթացակարգեր։ Ձեր գումարը ողջունելի է, բայց Նարինեն պետք է ավարտի այսօրվա հերթափոխը։ Վաղը նա ազատ կլինի։ Արմենը բռունցքով հարվածեց սեղանին, ստիպելով տղամարդուն ցատկել աթոռից։ Ես այստեղ բանակցելու չեմ եկել։ Ես եկել եմ իմ դստեր մորը տանելու։ Եվ այստեղից դուրս եմ գալու նրա հետ, այսպես թե այնպես։ Տղամարդը կորցրեց ժպիտը։ Երկար նայեց Արմենին, գնահատելով, չափելով։ Հետո հոգոց հանեց, վերցրեց հեռախոսը, արագ զանգ կատարեց։ Լավ։ Կարող ես գնալ նրա հետից։ Բայց մենակ ես գնում։ Եվ հարցեր չես տալիս։ Հասկանալի։ Արմենը գլխով արեց։ Տղամարդը մի հասցե գրեց թղթի վրա, տվեց նրան։ Արդյունաբերական գոտում մի պահեստ է։ Նա այնտեղ է։ Արմենը վերցրեց թուղթը, դուրս եկավ, առանց հետ նայելու։ Նստեց մեքենան, հասցեն մուտքագրեց նավիգատորի մեջ, շարժվեց, սիրտը այնքան ուժեղ բաբախելով, որ կարծես պայթելու էր։
Արդյունաբերական գոտին գտնվում էր Երանի ծայրամասում, մի մոռացված տարածքում, որտեղ լքված պահեստները կիսում էին տարածքը գիշերային հերթափոխով աշխատող գործարանների հետ։ Արմենը քշեց ավելի քան 40 րոպե, հետելով նավիգատորի հրահանգներին, մինչ հասավ ցածր, անկենդան շենքերի մի խմբի։ Տղամարդու տված հասցեն տանում էր մի պահեստի, որը գտնվում էր նեղ փողոցի վերջում, շրջապատված բարձր պարիսպներով մի ջնջված ցուցանակով, որի վրա ոչինչ գրված չէր։ Արմենը մեքենան կայանեց մի քանի մետր հեռավորության վրա մի պահ կանգնած մնաց, փորձելով վերահսկել շնչառությունը։ Ինչ էր նա գտնելու այնտեղ։ Ինչ վիճակում էր լինելու Նարինեն։ Երակայությունը սկսեց ստեղծել ավելի ու ավելի վատ սցենարներ, նա ստիպված եղավ փակել աչքերը, ստիպել իրեն պարզ մտածել։ Հուսահատվելն անիմաստ էր։ Պետք էր ուժեղ լինել։ Նրա համար։ Անիի համար։ Բոլորի համար։ Դուրս եկավ մեքենայից, քայլեց դեպի պահեստի դուռը։ Մուտքի մոտ մի անվտանգության աշխատակից կար, հսկայական մի տղամարդ, ձեռքերը խաչած ձանձրացած արտահայտությամբ։ Արմենը ցույց տվեց հասցեով թուղթը, աշխատակիցը պարզապես գլխով արեց, բացելով դուռը առանց մի բառ ասելու։ Ներսում իրականությունն ավելի վատ էր, քան Արմենը պատկերացրել էր։ Պահեստը վերածվել էր մի տեսակ իմպրովիզացված գիշերային ակումբի, գունավոր լույսերով, բարձր երաժշտությամբ, հետին պլանում բարով։ Սրահում սեղաններ էին դրված, որտեղ կոստյումներով տղամարդիկ խմում բարձր ծիծաղում էին, իսկ նրանց սպասարկում էին կիպ զգեստներով ստիպված ժպիտներով կանայք։ Օդը լի էր ծխախոտի ծխով, էժանագին օծանելիքով վատ քողարկված հուսահատության մթնոլորտով։ Արմենը զգաց, որ ստամոքսը շուռ է գալիս։ Սա աշխատավայր չէր։ Սա մի վայր էր, որտեղ խոցելիությունները շահագործվում էին, որտեղ արժանապատվությունները գնվում ու վաճառվում էին, որտեղ հուսահատ մարդիկ ավելի ու ավելի էին խորտակվում, փորձելով գոյատել։ Եվ Նարինեն այնտեղ էր։ Նա տեսավ նրան սրահի մյուս ծայրում։ Նա խմիչքներ էր մատուցում մի սեղանի, որտեղ նստած տղամարդիկ բարձր ծիծաղում մեկնաբանություններ էին անում, որոնք Արմենը չէր կարողանում լսել, բայց կարող էր պատկերացնել։ Նարինեն հագել էր կարճ զգեստ, որը երբեք իր կամքով չէր հագնի, բարձրակրունկներ, ծանր դիմահարդարում, որը չէր թաքցնում լացից ուռած աչքերը։ Նա սկուտեղը բռնել էր դողացող ձեռքերով, ստիպելով իրեն ժպտալ մի ժպիտով, որը մոտիկից անգամ չէր հասնում աչքերին։ Արմենը մի քայլ առաջ արեց, բայց կանգ առավ։ Եթե այնտեղ մտներ, աղմուկ բարձրացնելով, կարող էր ամեն ինչ ավելի վատացնել։ Պետք էր խելացի լինել։ Սպասեց, մինչ նա ավարտեց սեղանը, սպասարկելը շրջվեց, բար վերադառնալու։ Հենց այդ ժամանակ նա տեսավ իրեն։ Նրանց հայացքները հանդիպեցին սրահի մյուս ծայրում, մի պահ աշխարհը կանգ առավ։ Նարինեն քարացավ, սկուտեղը քիչ մնաց սահեր ձեռքերից։ Նրա դեմքով արագ անցան մի շարք հույզեր։ Զարմանք, թեթացում, հետո ամոթ։ Խորը, ճնշող ամոթ, որը ստիպեց նրան հայացքը փախցնել, փորձել թաքնվել բարի վաճառասեղանի հետում։ Բայց Արմենն արդեն քայլում էր դեպի նա։ Անցավ սրահով, անտեսելով հետաքրքրասեր հայացքները, անտեսելով բարձր երաժշտությունը, անտեսելով այն ամենը, ինչը նրան չէր մոտեցնում իր նպատակին։ Երբ վերջապես դեմ առ դեմ կանգնեց Նարինեի հետ, նրա դեմքով արցունքներ էին հոսում, լղոզելով դիմահարդարումը, ձայնը դուրս եկավ հուսահատ շշուկով։ Գնա այստեղից, Արմեն։ Աստծու սիրուն, գնա։ Նա գլուխը թափահարեց։ Ոչ առանց քեզ։ Նարինեն շուրջը նայեց, տեսավ մոտեցող անվտանգության աշխատակիցներից մեկին, Արմենին քաշեց մի կողմ, հեռու հետաքրքրասեր հայացքներից ու ականջներից։ Երբ վերջապես կարողացավ խոսել, ձայնը դուրս եկավ զայրույթի, հուսահատության խառնուրդով։ Դու չպետք է այստեղ գայիր։ Ես քո օգնության կարիքը չունեմ։ Ես իմ խնդիրները ինքս եմ լուծում։ Արմենը զգաց, որ զայրույթը բարձրանում է, բայց դա նրա հանդեպ զայրույթ չէր։ Դա զայրույթ էր իրավիճակի, անարդարության, աշխարհի հանդեպ, որը Նարինեին մղել էր այստեղ։ Նա ամուր բռնեց նրա ուսերից, ստիպելով նրան նայել իր աչքերին։ Նարինե, անին ամբողջ գիշեր արթուն քեզ է սպասել։ Նա լուսադեմին թակել է տիկին Լուսինեի դուռը, լաց լինելով, վախենալով, որ դու այլս երբեք չես վերադառնա։ Դու իսկապես կարծում ես, որ կարող ես սա մենակ լուծել։ Նարինեի դեմքը փլուզվեց։ Նա ձեռքերով ծածկեց դեմքը, սկսեց հեկեկալ, ամբողջ մարմնով դողալով։ Արմենը նրան քաշեց իր գիրկը, ամուր բռնելով, մինչ նա փլվում էր, տարիների ցավն ու միայնությունը վերջապես ելք էին գտնում։
Ես չէի ուզում, որ դու սա տեսնեիր, շշնջաց Նարինեն հեկեկոցների միջից։ Ես չէի ուզում, որ որե մեկը տեսնի։ Ես ուղղակի ուզում էի տունը նորոգել, Արմեն։ Միայն դա։ Առաստաղը կաթում էր, լարերը հին էին, վախենում էի, որ Անիի հետ ինչ-որ բան կպատահի։ Գնացի բանկ, նրանք մերժեցին վարկը։ Հետո հայտնվեց այս մարդը, ասելով, որ կարող է ինձ օգնել, որ տոկոսները ցածր են, որ հեշտ է։ Եվ ես հավատացի։ Ես հիմար էի, հավատացի։ Արմենը նրան մի փոքր հեռացրեց, որպեսզի նայի դեմքին, բութ մատերով սրբելով արցունքները։ Դու հիմար չէիր։ Դու հուսահատ էիր։ Եվ ես պետք է այնտեղ լինեի, քեզ օգնելու։ Բայց ես չկայի։ Եվ դա իմ մեղքն է, ոչ թե քո։ Նարինեն գլուխը թափահարեց, փորձելով խոսել, բայց Արմենը թույլ չտվեց։ Լսիր, Նարինե։ Դու այստեղ մեկ րոպե չես մնալու։ Ես արդեն վճարել եմ քո պարտքը։ Դու ազատ ես։ Եվ մենք այստեղից դուրս ենք գալու։ Հիմա, միասին։ Բայց նրանք ասացին, որ ես պետք է մնամ մինչ վաղը, սկսեց Նարինեն, բայց Արմենը նորից ընդհատեց նրան։ Ինձ չի հետաքրքրում, թե նրանք ինչ են ասել։ Դու ինձ հետ ես գալիս։ Հիմա։ Անվտանգության աշխատակիցներից մեկը մոտեցավ, բայց Արմենը նրան այնպիսի հաստատակամությամբ նայեց, որ տղամարդը վարանեց։ Նա գիտեր, որ Արմենը գումար ունի, գիտեր, որ ազդեցություն ունի, գիտեր, որ լավ գաղափար չէ նման մեկի հետ խնդիրներ ստեղծելը։ Աշխատակիցը ուսերը թոթվեց վերադարձավ իր տեղը։ Արմենը բռնեց Նարինեի ձեռքից նրան ուղեկցեց դեպի ելքը։ Նա լուր հետում էր, դեռ դողալով, դեռ փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում։ Երբ վերջապես դուրս եկան պահեստից, գիշերվա զով օդը հարվածեց նրանց դեմքերին, Նարինեն խորը շունչ քաշեց, կարծես ջրի տակ էր մնացել, վերջապես կարողացել էր օդ շնչել։ Արմենը բացեց մեքենայի դուռը նրա համար, սպասեց, մինչ նա նստեց, միայն հետո գնաց վարորդի կողմը։ Միացրեց մեքենան, ցածր երաժշտություն դրեց ռադիոյով, հին մի երգ, որը սովորաբար հնչում էր, երբ նրանք դեռ երջանիկ էին, սկսեց վարել դեպի Երան։ Նրանք երկար ժամանակ լուռ էին։ Նարինեն նայում էր պատուհանից, տեսնելով, թե ինչպես են քաղաքի լույսերը կամաց-կամաց մոտենում, իսկ Արմենը կենտրոնացած վարում էր, բայց միտքը հազար տեղ էր։ Այնքան բան կար, որ նա ուզում էր ասել, այնքան բան, որ պետք է ասեր, բայց չգիտեր, որտեղից սկսել։ Լռությունը խախտեց Նարինեն։ Ինչու դա արեցիր։ Արմենը հայացքը գցեց նրա վրա, հետո նորից ճանապարհին։ Իսկ դու ինչպես ես կարծում։ Նարինեն գլուխը թափահարեց։ Չգիտեմ։ 3 տարի է, ինչ մենք հազիվ ենք խոսում։ Դու քո կյանքն ունես, ես իմը։ Դու չպետք է խառնվեիր սրան։ Արմենն ավելի ուժեղ սեղմեց ղեկը։ Նարինե, դու իմ դստեր մայրն ես։ Դու իսկապես կարծում ես, որ ես քեզ թույլ կտայի մենակ մնալ այսպիսի իրավիճակում։ Նարինեն մի պահ լուռ մնաց, հետո դառը ծիծաղեց։ Թույլ տվեցիր, Արմեն։ Դու ինձ վաղուց ես մենակ թողել։ Այս արտահայտությունը Արմենին հարվածեց ինչպես բռունցքի հարված ստամոքսին։ Նա գիտեր, որ Նարինեն ճիշտ էր։ Իսկապես թողել էր։ Ոչ դիտավորյալ, ոչ թե որովհետ չէր մտահոգվում, այլ որովհետ վախկոտ էր եղել։ Որովհետ թույլ էր տվել, որ հպարտությունն ավելի բարձր խոսի։ Որովհետ կարծել էր, որ ալիմենտի գումարը բավարար է, որ ներկայությունը կարելի է փոխարինել ֆինանսական հարմարավետությամբ։ Գիտեմ, ասաց Արմենը ցածր ձայնով։ Գիտեմ, որ ես քո հանդեպ սխալ եմ գործել։ Եվ դրա համար արդարացում չկա։ Բայց ես հիմա այստեղ եմ։ Եվ այլս չեմ գնալու։ Նարինեն գլուխը շրջեց, զարմացած նայելով նրան։ Ինչ նկատի ունես։ Արմենը մեքենան կանգնեցրեց ճամփեզրին, անջատեց շարժիչը, շրջվեց դեպի Նարինեն։ Նա պետք է դա ասեր։ Պետք է դուրս հաներ այն ամենը, ինչը պահել էր 3 տարի։ Ես երբեք չեմ դադարել քեզ սիրել, Նարինե։ Երբեք։ Ես ծածնում էի, թե հաղթահարել եմ, ծածնում էի, թե մենակ լավ եմ, բայց դա սուտ էր։ Ես ամեն օր քո մասին եմ մտածում։ Գիշերվա կեսին արթնանում եմ մտածում, թե արդյոք դու լավ ես, երջանիկ ես, ինչ-որ բանի կարիք ունես։ Եվ այսօր, երբ Անին զանգեց ասելով, որ դու անհետացել ես, ես զգացի, որ աշխարհը վերջացել է։
Որովհետև ես հասկացա, որ կարող եմ քեզ իսկապես կորցնել։ Եվ որ եթե դա պատահեր, դա իմ մեղքը կլիներ։ Որովհետև ես չպայքարեցի քեզ համար։ Որովհետև ես թույլ տվեցի, որ աշխատանքն ավելի կարևոր լինի, քան մենք։ Որովհետև ես հիմար էի։ Նարինեն նորից լաց էր լինում, բայց այս անգամ դա այլ լաց էր։ Թեթացման, ազատագրման, չափազանց երկար պահված հույզերի լաց։ Ես էլ երբեք չեմ դադարել քեզ սիրել, Արմեն, ասաց նա դողացող ձայնով։ Ես փորձել եմ։ Շատ եմ փորձել։ Բայց չկարողացա։ Ամեն անգամ, երբ նայում էի Անին տեսնում քո աչքերը, ես քեզ էի տեսնում։ Եվ ցավում էր։ Չափազանց շատ էր ցավում։ Ինչու ինձ չդիմեցիր, հարցրեց Արմենը։ Ինչու չասացիր, որ օգնության կարիք ունես։ Նարինեն արցունքները սրբեց ձեռքի թիկունքով։ Հպարտություն, կարծում եմ։ Ես չէի ուզում, որ դու մտածեիր, թե ես վերադարձել եմ միայն գումարի պատճառով։ Եվ վախենում էի լսել, ես քեզ զգուշացրել էի, գիտես։ Լսել, որ դու ճիշտ էիր, որ ես մենակ չէի կարողանա։ Արմենը բռնեց նրա ձեռքը ամուր սեղմեց։ Ես երբեք դա չէի ասի, Նարինե։ Երբեք։ Դու ամենաուժեղ կինն ես, ում ես ճանաչում եմ։ Դու մեր դստերը գրեթե մենակ ես մեծացրել։ Դու աշխատել ես, սովորել ես, ամեն ինչ միաժամանակ ես արել։ Դու անհավանական ես։ Եվ ես հիմար էի, որ դա առաջ չեմ ասել։ Նրանք այնտեղ մնացին կանգնած ճամփեզրին, ձեռք ձեռքի տված, միասին լաց լինելով առաջին անգամ 3 տարվա մեջ։ Եվ երբ վերջապես համբուրվեցին, կարծես ժամանակը հետ գնաց, կարծես բոլոր սխալները, բոլոր ցավերը, բոլոր վիրավորանքները ջնջվեցին այդ միակ պահին։ Վերադարձան ճանապարհին լուռ, բայց դա հարմարավետ լռություն էր հիմա, լի չասված, բայց հասկացված խոստումներով։ Երբ հասան Նարինեի շենքի մոտ, արդեն կեսգիշերն անց էր։ Դանդաղ բարձրացան աստիճաններով, ձեռք ձեռքի տված, երբ մտան բնակարան, գտան Անին քնած տիկին Լուսինեի բազմոցին, փափուկ արջուկը սեղմած կրծքին։ Տիկին Լուսինեն ոտքի կանգնեց, տեսնելով նրանց, թեթացած։ Փառք Աստծո, վերադարձաք։ Աղջիկն այնքան անհանգիստ էր, որ նույնիսկ չուզեց մահճակալում քնել։ Ասաց, որ սպասելու է մայրիկի վերադարձին։ Նարինեն զգուշորեն գրկեց դստերը, փորձելով չարթնացնել, տարավ ննջասենյակ։ Արմենը հետեց, շնորհակալություն հայտնեց տիկին Լուսինեին, փակեց բնակարանի դուռը։ Օգնեց Նարինեին Անին պառկեցնել մահճակալին, ծածկեց նրան վերմակով մի պահ կանգնած մնաց, ուղղակի նայելով քնած դստերը։ Նա այնքան փոքր է թվում, շշնջաց Արմենը։ Այնքան փխրուն։ Նարինեն մոտեցավ, բռնեց նրա թից։ Նա ուժեղ է, Արմեն։ Ավելի ուժեղ, քան մենք պատկերացնում ենք։ Արմենը նայեց Նարինեին, նրա մեջ տեսավ նույն փխրունությունը, նույն ուժը։ Եվ հասկացավ, որ իր կյանքի 3 տարին վատնել է, հեռու լինելով աշխարհում ամենաշատ սիրած 2 մարդկանցից։ Այլս ոչ մի օր չէր վատնելու։ Եթե դուք լինեիք Արմենի տեղում, կգնայիք Նարինեի հետից, թե այլ բան կանեիք։ Պատմեք մեզ մեկնաբանություններում։ Նրանք այնտեղ մնացին սմտ որոշ ժամանակ, ուղղակի դիտելով Անիի քունը, մինչ Նարինեն սկսեց հոգնածությունից տատանվել։ Արմենը բռնեց նրա թից, տարավ հյուրասենյակ։ Նա նստեց բազմոցին, դեռ կիպս կեստով լղոզված դիմահարդարմամբ, չափազանց հոգնած թվալով շարժվելու համար։ Գնա լոգանք ընդունիր, մեղմ ասաց Արմենը։ Ես այստեղ կմնամ Անիի հետ։ Ոչ մի տեղ չեմ գնալու։ Նարինեն գլխով արեց, գնաց լոգարան։ Արմենը լսեց ջրի ձայնը, լսեց, թե ինչպես է նա ցնցուղի տակ լաց լինում, զգաց, որ կուրծքը սեղմվում է։ Նա այնքան երկար էր ամեն ինչ մենակ պահել, որ հիմա, երբ վերջապես մեկը կար, ում հետ կարող էր կիսել ցավը, նա փլուզվում էր։ Երբ Նարինեն դուրս եկավ լոգարանից, հագին հին շապիկ, սպորտային տաբատ, դեմքը մաքուր, մազերը թաց, նա այլ մարդու էր նման։ Ավելի երիտասարդ, ավելի թեթ, ավելի ինքն իրեն նման։ Նստեց բազմոցին Արմենի կողքին, գլուխը դրեց նրա ուսին։ Շնորհակալ եմ, շշնջաց նա։ Ամեն ինչի համար։ Արմենը ձեռքը գցեց նրա ուսերին, ավելի մոտ քաշեց։ Դու պետք չէ շնորհակալություն հայտնես։ Ես պետք է դա վաղուց անեի։ Նրանք այնտեղ մնացին, գրկախառնված բազմոցին, լուռ։ Մինչ Նարինեն քնեց։ Արմենը չշարժվեց, վախենալով արթնացնել նրան։
Ամբողջ գիշեր այնտեղ մնաց, նրան գրկած, զգալով նրա ծանրությունը կրծքին, մտածելով այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել վերջին 24 ժամվա ընթացքում։ Դա մի օր էր, որը փոխեց ամեն ինչ։ Մի օր, որը ստիպեց նրան դեմ առ դեմ կանգնել իր սխալների, թերությունների, ստերի հետ։ Մի օր, որը ստիպեց նրան հասկանալ, որ գումարով սեր չես գնի, որ հաջողությունը միայնությունը չի լցնում, որ ներկայությունը միակ նվերն է, որն իսկապես կարևոր է։ Երբ արը սկսեց ծագել, լուսավորելով սենյակը հին ու պատռված վարագույրների միջով, Արմենը շուրջը նայեց բնակարանին լուր խոստում տվեց։ Նա կուղեր այդ ամենը։ Կուղեր տունը։ Կուղեր Նարինեի կյանքը։ Կուղեր նրանց ընտանիքը։ Որովհետև նա սովորել էր ամենադժվար ճանապարհով, որ որոշ բաներ չեն կարող սպասել։ Որ որոշ մարդկանց չի կարելի հետում թողնել։ Որ որոշ հնարավորություններ չեն վերադառնում։ Եվ նա չէր պատրաստվում վատնել այն հնարավորությունը, որը ճակատագիրը նրան տվել էր։ Անին արթնացավ վաղ, ինչպես միշտ, վազելով եկավ հյուրասենյակ, դեռ գիշերանոցով։ Երբ տեսավ հորը այնտեղ, բազմոցին, մորը գրկած քնած, նա կանգ առավ նայեց, կարծես չէր կարողանում հավատալ իր տեսածին։ Հետո, դանդաղ, մի հսկայական ժպիտ բացվեց նրա դեմքին։ Հայրիկ, դու մնացիր, ասաց նա ուրախությամբ լի ձայնով։ Արմենը նշան արեց, որ ավելի ցածր խոսի, որպեսզի Նարինեին չարթնացնի։ Մնացի, այո։ Եվ կշարունակեմ մնալ։ Անին ցատկեց բազմոցին սեղմվեց նրանց երկուսի միջ, գրկելով ծնողներին այն ամբողջ ուժով, որը փոքր մարմինը կարող էր ունենալ։ Եվ այնտեղ, այդ համեստ բնակարանում, այդ հին բազմոցին, արի լույսի ներքո, որը թափանցում էր վարագույրների ճեղքերից, Արմենը զգաց մի բան, որը վաղուց չէր զգացել։ Զգաց, որ վերջապես տանն է։ Հաջորդող օրերը տարօրինակ էին, բայց լավ իմաստով։ Արմենը չեղարկեց շաբաթվա բոլոր հանդիպումները, պատասխանատվությունները հանձնարարեց մարզասրահների մենեջերներին, որոշեց, որ տարիներ անց առաջին անգամ ընտանիքը առաջին տեղում է դնելու։ Քնում էր Նարինեի բնակարանի բազմոցին, վաղ էր արթնանում, Անիի հետ նախաճաշելու դպրոցից առաջ, նրան տանում էր դարպասի մոտ վերցնում երեկոյան։ Գիշերը, երբ աղջիկը քնում էր, նա Նարինեն ժամերով խոսում էին, խոսելով այն ամենի մասին, ինչի մասին չէին խոսել վերջին 3 տարիներին։ Դա դանդաղ, նուրբ, խնամքով լի վերակառուցում էր։ Դա հեքիաթ չէր, որտեղ ամեն ինչ լուծվում է մի համբույրով։ Դա իրականություն էր, իրականության բոլոր դժվարություններով։ Լինում էին անհարմար լռության պահեր, երբ անցյալի վիրավորանքները նորից ի հայտ էին գալիս, պահեր, երբ երկուսն էլ պետք է խորը շունչ քաշեին, հիշեին, թե ինչու են նորից փորձում։ Բայց լինում էին լավ պահեր։ Անկեղծ ծիծաղ, երբ փորձում էին միասին պատրաստել այրում էին բրինձը։ Հայացքներ, որոնք խաչվում էին ավելին էին ասում, քան 1000 բառ։ Անին, որ վազուզում էր սենյակով ցատկում նրանց վրա, խնդրելով իր հետ խաղալ, ինչպես անում էին, երբ նա փոքր էր։ Եվ հենց այդ պահերին էր Արմենը հասկանում, որ ճիշտ բան է անում։ Որ վերջապես այնտեղ է, որտեղ պետք է լինի։ Հաջորդ երկուշաբթի Արմենը ինժեներ վարձեց, բնակարանի ամբողջական զննում կատարելու համար։ Եզրակացությունը ավելի վատն էր, քան նա պատկերացնում էր։ Առաստաղի արտահոսքը վնասել էր կառուցվածքի մի մասը, էլեկտրական լարերը հնացած ու վտանգավոր էին, լոգարանի պատերին ներթափանցում կար, խոհանոցի խողովակները քայքայված էին։ Ինժեները խորհուրդ տվեց անհապաղ վերանորոգում։ Արմենը չվարանեց։ Վարձեց վստահելի թիմ, թույլատրեց բոլոր անհրաժեշտ վերանորոգումները, ասաց Նարինեին, որ նա Անին կարող են մնալ իր բնակարանում, մինչ վերանորոգումն ավարտվի։ Նարինեն սկզբում դիմադրեց, ասաց, որ չի ուզում հոգս պատճառել, որ կարող են մնալ տիկին Լուսինեի մոտ, բայց Արմենը հաստատակամ էր։ Դա հոգս պատճառել չէր։ Դա վերակառուցում էր։ Եվ վերակառուցումը պահանջում էր, որ նրանք միասին լինեն։ Ժամանակավոր տեղափոխությունը Արմենի բնակարան մշակութային շոկ էր Անիի համար։ Նա հիացած էր բնակարանի չափերով, քաղաքի տեսարանով, տանիքի լողավազանով, անձնական մարզասրահով։ Բայց այն, ինչ նրան ամենաշատն ուրախացրեց, շքեղությունները չէին։ Դա այն փաստն էր, որ ամեն օր արթնանում էր տեսնում հորն ու մորը միասին սուրճ խմելիս։ Դա այն էր, որ երկուսն էլ ներկա էին ընթրիքի ժամանակ։ Դա այն էր, որ կարող էր ֆիլմ դիտել հյուրասենյակի հսկայական բազմոցին, մայրը մի կողմում, հայրը մյուս։ Նարինեն, մյուս կողմից, իրեն օտար էր զգում։ Նա չէր պատկանում մարմարի ապակու, սպասուհիների շքեղությունների այդ աշխարհին։ Փորձում էր օգնել խոհանոցում, բայց խոհարարուհին արդեն ամեն ինչ կազմակերպել էր։
Փորձում էր հավաքել սենյակը, բայց մաքրուհին արդեն արել էր։ Նա իրեն անպետք էր զգում, կարծես ներխուժող սեփական վերսկսման փորձի մեջ։ Արմենը դա նկատեց մի գիշեր, երբ գտավ Նարինեին պատշգամբում, տխուր արտահայտությամբ նայելով լուսավորված քաղաքին։ Նստեց նրա կողքին մի պահ լուռ մնաց, ուղղակի զգալով նրա ներկայությունը։ «Դու այստեղ երջանիկ չես», ասաց նա։ Դա հարց չէր։ Նարինեն հոգոց հանեց։ Բանը դա չէ։ Ես ուղղակի ինձ տանը չեմ զգում։ Այստեղ ամեն ինչ այնքան կատարյալ է։ Այնքան կազմակերպված։ Այնքան տարբեր ինձնից։ Արմենը բռնեց նրա ձեռքը։ Նարինե, այս տունը օջախ չէ։ Գեղեցիկ, բայց դատարկ վայր է։ Գիտես, թե որտեղ եմ ես ինձ իսկապես տանը զգացել վերջին 3 տարիներին։ Քո բնակարանի այդ հին բազմոցին։ Քեզ հետ Անիի հետ։ Այնտեղ էր օջախը։ Նարինեն նայեց նրան, աչքերը փայլելով։ Ապա ինչու չվաճառեցիր այս վայրը չեկար մեզ հետ ապրելու։ Որովհետև ես հպարտ հիմար եմ, պատասխանեց Արմենը տխուր ժպիտով։ Բայց ես սովորում եմ։ Եվ եթե դու ինձ հնարավորություն տաս, ես քեզ կապացուցեմ, որ կարող եմ ավելի քիչ հիմար լինել։ Նարինեն ծիծաղեց։ Դա նրա առաջին անկեղծ ծիծաղն էր, երբ նրանք նորից սկսել էին խոսել։ Եվ այդ ծիծաղով ինչ-որ բան փոխվեց։ Լարվածությունը նվազեց, բնականությունը վերադարձավ, առաջին անգամ բաժանումից հետո երկուսն էլ կարողացան հանգստանալ միմյանց ներկայությամբ։ Շաբաթներն անցան, բնակարանի վերանորոգումն ավարտվեց։ Արդյունքը զարմացրեց նույնիսկ Արմենին։ Թիմը անթերի աշխատանք էր կատարել։ Առաստաղը նոր էր, լարերը ամբողջությամբ փոխվել էին, խողովակները փոխարինվել, պատերը ներկվել, հատակը նորոգվել։ Բնակարանն անճանաչելի էր։ Այն դեռ փոքր էր, դեռ համեստ, բայց հիմա անվտանգ էր, հարմարավետ, իսկական օջախ։ Երբ Նարինեն տեսավ արդյունքը, չկարողացավ զսպել արցունքները։ Դա ավելին էր, քան վերանորոգում։ Դա ապացույց էր, որ Արմենը լուրջ է տրամադրված։ Որ նա ներդնում է ոչ միայն գումար, այլ խնամք, ուշադրություն, ներկայություն։ Անին հիացած էր։ Վազվզում էր սենյակից սենյակ, հիանալով ամեն ինչով, ցատկոտում նոր մահճակալի վրա, փորձարկում սենյակի լույսերը, որոնք հիմա կատարյալ աշխատում էին։ Եվ երբ վերջապես հոգնեց ուսումնասիրելուց, նետվեց նոր բազմոցին ասած երեխաներին բնորոշ դաժան անկեղծությամբ այն արտահայտությունը, որը ստիպեց Արմենի Նարինեի սրտերը միաժամանակ պայթել։ Հիմա մնում է միայն, որ հայրիկն այստեղ ապրի մեզ հետ, մենք նորից ընտանիք կլինենք։ Արմենն ու Նարինեն իրար նայեցին։ Ոչ ոք անմիջապես չպատասխանեց, բայց երկուսն էլ գիտեին, որ այդ արտահայտությունը սերմ էր ցանել։ Մի հնարավորություն։ Մի ապագա, որը առաջ անհնար էր թվում, բայց որը հիմա, ինչ-որ կերպ, սկսում էր իրական թվալ։ Այդ գիշեր, երբ Անին քնեց, Արմենն ու Նարինեն խոսում էին հյուրասենյակում։ Խոսակցությունը սկսվեց սովորական, օրվա, աղջկա դպրոցի, հանգստյան օրերի պլանների մասին։ Բայց կամաց-կամաց այն դարձավ ավելի խորը, ավելի անկեղծ, ավելի խոցելի։ Զղջում ես, որ ամուսնացել ես ինձ հետ, հանկարծ հարցրեց Նարինեն։ Արմենը զարմացավ հարցից։ Երբեք։ Ոչ մի վայրկյան։ Ապա ինչու թույլ տվեցիր, որ մենք բաժանվենք։ Արմենը խորը շունչ քաշեց։ Որովհետև ես վախենում էի։ Վախենում էի բավարար չլինելուց։ Վախենում էի ձախողվելուց։ Վախենում էի, որ դու կհասկանաս, որ սխալ մարդ ես ընտրել։ Այդ պատճառով ես խորասուզվեցի աշխատանքի մեջ, որովհետև աշխատանքում ես գիտեի, թե ինչպես հաջողության հասնել։ Ես գիտեի, թե ինչպես հաղթել։ Բայց քեզ հետ Անիի հետ ես երբեք չգիտեի արդյոք ճիշտ եմ անում։ Եվ հարցնելու, փորձելու փոխարեն ես փախա։ Նարինեն երկար լուռ մնաց, մտածելով։ Հետո խոսեց, ցածր, բայց հաստատուն ձայնով։ Ես էլ էի վախենում։ Վախենում էի բավարար չլինելուց։ Վախենում էի, որ դու մի օր ինձ կնայես կհասկանաս, որ ես ուղղակի սովորական կին եմ, առանց շքեղության, առանց նրբագեղության։ Վախենում էի, որ դու կհոգնես ինձնից։ Արմենը մոտեցավ նրան դեմքը բռնեց ձեռքերի մեջ։ Նարինե, դու երբեք սովորական չես եղել։ Դու ամենաարտասովոր մարդն ես, ում ես ճանաչում եմ։ Եվ ես կույր էի, որ դա առաջ չեմ տեսել։ Նրանք նորից համբուրվեցին, բայց այս անգամ դա այլ էր։ Դա կրքոտ, հուսահատ համբույր չէր։
դա վերսկսման համբույր էր։ Ներման, խոստման։ Հաջորդող ամիսները հարմարվողականության շրջան էին։ Արմենը պաշտոնապես չվերադարձավ Նարինեի բնակարան, բայց ժամանակի մեծ մասն այնտեղ էր անցկացնում։ Որոշ գիշերներ բազմոցին էր քնում, մյուսներին վերադառնում իր բնակարան, բայց միշտ ներկա էր։ Միշտ հասանելի։ Միշտ այնտեղ։ Նարինեն վերսկսեց ուսումը։ Նա թողել էր մանկավարժության ֆակուլտետը, երբ Անին ծնվեց, բայց հիմա Արմենը խրախուսեց նրան վերսկսել։ Վճարեց ուսման վարձը, օգնեց դասացուցակի հարցում, մնում էր Անիի հետ, երբ Նարինեն պետք է գնար երեկոյան դասերի։ Եվ կամաց-կամաց Նարինեն վերագտավ երազանքները, որոնք վաղուց թաղել էր։ Անին ծաղկեց։ Նրա գնահատականները դպրոցում բարելավվեցին, նա նորից հեշտությամբ սկսեց ժպտալ, նոր ընկերներ ձեռք բերեց։ Ուսուցչուհին Նարինեին ասաց, որ աղջիկն ավելի ինքնավստահ է դարձել, ավելի մասնակցող։ Եվ Նարինեն գիտեր, թե ինչու։ Կյանքում առաջին անգամ Անին իրեն ապահով էր զգում։ Ապահով, որ ունի հայր-մայր, որոնք իրեն սիրում են։ Ապահով, որ մի օր չի արթնանա, չի հայտնաբերի, որ ինչ-որ մեկը անհետացել է։ Տիկին Լուսինեն ամեն ինչ դիտում էր հեռվից, այն համեստ ժպիտով, որը բնորոշ է շատ ապրած սիրո վերադարձի ճանապարհը ճանաչող մարդկանց։ Նա միշտ մի ափսե թխվածք էր պատրաստ թողնում Անիի համար, միշտ պատրաստ էր մի քանի խոսք փոխանակել Նարինեի հետ, միշտ ջերմ գլխով բարում էր Արմենին։ Նա դարձել էր այդ կարկատված ընտանիքի մի մասը, մի տեսակ որդեգրված տատիկ, որին բոլորը սիրում հարգում էին։ Մի կիրակի օր, 6 ամիս անց այն հեռախոսազանգից, որը փոխեց ամեն ինչ, Արմենը վերջնական որոշում կայացրեց։ Նա իր բնակարանում էր, նայում էր այդ հսկայական ու դատարկ տարածությանը, հասկացավ, որ այլս այնտեղ չի պատկանում։ Այդ վայրը ներկայացնում էր այն ամենը, ինչ ինքը եղել էր։ Հավակնոտ, միայնակ, սխալ բաների վրա կենտրոնացած։ Բայց նա այլս այդ մարդը չէր։ Փոխվել էր։ Եվ ժամանակն էր իսկապես թողնել անցյալը։ Զանգեց անշարժ գույքի գործակալություն, բնակարանը վաճառքի հանեց։ Այլս դրա կարիքը չուներ։ Այլս չէր ուզում այն։ Ուզում էր ինչ-որ ավելի փոքր, ավելի պարզ բան, որը կարող էր օջախ անվանել։ Եվ հստակ գիտեր, թե որտեղ է այդ օջախը։ Այդ գիշեր նա գնաց Նարինեի բնակարան, գրպանում մի փոքրիկ տուփ։ Երեքով միասին ընթրեցին, ինչպես արել էին բազմիցս վերջին ամիսներին։ Անին ոգորված խոսում էր դասընկերուհու ծննդյան խնջույքի մասին, Նարինեն մեկնաբանում էր համալսարանի մի աշխատանք, իսկ Արմենն այնտեղ էր, ուղղակի լսելով, կլանելով, զգալով մի խաղաղություն, որը չգիտեր, թե հնարավոր է զգալ։ Ընթրիքից հետո, մինչ Անին լոգարանում ատամներն էր լվանում, Արմենը խնդրեց Նարինեին նստել բազմոցին։ Նա հետաքրքրությամբ ենթարկվեց, նա ծնկի իջավ նրա առջ, գրպանից հանելով տուփը։ Նարինեի դեմքը գունատվեց։ Արմեն, ի՞նչ ես անում։ Նարինե Սարգսյան, սկսեց Արմենը դողացող, բայց հաստատուն ձայնով, ես իմ կյանքի 3 տարին վատնել եմ քեզնից հեռու։ 3 տարի, որոնք երբեք չեմ կարողանա վերականգնել։ Բայց ես սովորել եմ իմ սխալներից։ Սովորել եմ, որ գումարով երջանկություն չես գնի։ Սովորել եմ, որ հաջողությունը ոչինչ չարժե, եթե կիսելու մարդ չունես։ Սովորել եմ, որ ներկայությունը միակ նվերն է, որն իսկապես կարևոր է։ Եվ ես ուզում եմ իմ կյանքի մնացած մասն անցկացնել, քեզ այդ նվերը տալով։ Ուզում եմ ամեն օր քո կողքին արթնանալ։ Ուզում եմ տեսնել, թե ինչպես ես սովորում իրականացնում քո երազանքները։ Ուզում եմ տեսնել, թե ինչպես է Անին մեծանում մեզ հետ միասին։ Ուզում եմ կառուցել իսկական օջախ, ոչ թե գեղեցիկ ու դատարկ տուն։ Ես քեզ եմ ուզում։ Նորից կամուսնանաս ինձ հետ։ Նարինեն լաց էր լինում, ձեռքերը դողում էին, աչքերը հառած Արմենի բռնած տուփին։ Նա բերանը բացեց խոսելու, բայց չկարողացավ։ Պարզապես գլխով արեց, գլուխը կատաղի թափահարելով, արցունքները հոսում էին դեմքով։ Արմենը մատանին դրեց նրա մատին, պարզ, բայց գեղեցիկ մատանի, նրան քաշեց ամուր գրկախառնության մեջ։ Եվ հենց այդ ժամանակ Անին դուրս եկավ լոգարանից, գիշերանոցով ատամի խոզանակը ձեռքին, տեսավ ծնողներին գրկախառնված ու լաց լինելիս։ Ինչ պատահեց, հարցրեց նա վախեցած։ Արմենն ու Նարինեն հեռացան, ձեռքերը բացեցին նրա համար։ Անին վազեց ցատկեց նրանց երկուսի միջ, Արմենը խոսեց հուզված ձայնով. Մենք նորից ամուսնանալու ենք, Անի։ Մենք նորից ընտանիք ենք լինելու։
Անին ուրախությունից այնքան բարձր գոռաց, որ տիկին Լուսինեն թակեց պատը, բայց նա էլ էր ծիծաղում, որովհետև հարկի բոլորը լսել էին, բոլորը ուրախ էին։ Աղջիկը ցատկոտում էր սենյակով, երգելով, որ հարսանիք է լինելու, որ ինքը ծաղիկներով աղջնակ է լինելու, որ գեղեցիկ զգեստ է հագնելու։ Եվ Արմենը, նայելով Նարինեին Անիին, զգաց, որ վերջապես գտել է այն, ինչ փնտրել է ամբողջ կյանքում։ Դա հաջողություն չէր։ Դա գումար չէր։ Դա ճանաչում չէր։ Դա սա էր։ Այս երկու մարդիկ։ Այս սերը։ Այս ընտանիքը։ Հարսանիքը համեստ էր, փոքր արարողությամբ, քիչ հյուրերով։ Տիկին Լուսինեն այնտեղ էր, հուզված լաց լինելով։ Սոնան, խանութի մենեջերը, որտեղ Նարինեն աշխատում էր, այնտեղ էր։ Պապի Պողոսը, սրճարանի տերը, ով գրի էր առել մեքենայի համարանիշը օգնել Արմենին գտնել Նարինեին, այնտեղ էր։ Եվ իհարկե, Անին այնտեղ էր, գեղեցիկ վարդագույն զգեստով, մատանին այնքան խնամքով բռնած, որ կարծես գանձ էր տանում։ Երբ Արմենն ու Նարինեն փոխանակվեցին երդումներով, դրանք սովորած կամ փորձված երդումներ չէին։ Դրանք սրտից բխող խոսքեր էին։ Իրական խոստումներ։ Ճշմարիտ պարտավորություններ։ Եվ երբ Քկագի աշխատակիցն ասաց, որ նրանք կարող են համբուրվել, համբույրը կնքվեց բոլոր ներկաների ծափահարություններով, ուրախության արցունքներով։ Խնջույքը հենց բնակարանում էր, տնական ուտեստներով, պարզ երաժշտությամբ, շատ ծիծաղով։ Շքեղություն չկար, ցուցադրականություն չկար, բայց կար ինչ-որ շատ ավելի արժեքավոր բան։ Կար սեր։ Կար ներկայություն։ Կար ընտանիք։ Գիշերը, երբ բոլորը գնացին, Անին վերջապես քնեց, հոգնած այդքան հույզերից, Արմենն ու Նարինեն մնացին բնակարանի փոքրիկ պատշգամբում, նայելով Երանի աստղազարդ երկնքին, գրկախառնված, լուռ։ Զղջում ես, հանկարծ հարցրեց Նարինեն։ Արմենը ծիծաղեց։ Ինչի՞ համար։ Որ հրաժարվեցիր շքեղ բնակարանից, շքեղությունից, ամեն ինչից։ Որպեսի գաս մեզ հետ ապրելու փոքրիկ բնակարանում։ Արմենը նրան ավելի մոտ քաշեց, համբուրեց ճակատը։ Նարինե, ես ոչնչից չեմ հրաժարվել։ Ես ամեն ինչ շահել եմ։ Շահել եմ քեզ։ Շահել եմ Անիին։ Շահել եմ ընտանիք։ Սա, նա ժեստ արեց, ընդգրկելով փոքրիկ բնակարանը, ավելին է, քան ես կարող էի երազել։ Նարինեն ժպտաց գլուխը դրեց նրա կրծքին։ Ես քեզ սիրում եմ, Արմեն։ Ես էլ քեզ եմ սիրում։ Միշտ սիրել եմ։ Եվ միշտ կսիրեմ։ Եվ այնտեղ, այդ համեստ բնակարանում, այդ փոքրիկ պատշգամբում, այդ աստղազարդ երկնքի տակ, Արմեն Պետրոսյանը վերջապես հասկացավ հարստության իմաստը։ Դա ոչ մի կապ չուներ գումարի հետ։ Դա կապված էր լինելու հետ այնտեղ, որտեղ դու պատկանում ես։ Լինելու հետ նրա հետ, ում սիրում ես։ Ունենալու հետ այն, ինչն իսկապես կարևոր է։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ նա իրեն իսկապես հարուստ զգաց։ Հաջորդող տարիները կառուցման տարիներ էին։ Ոչ թե այն արագ ու արհեստական կառուցումը, որը Արմենը ճանաչում էր բիզնեսի աշխարհից, այլ մի ընտանիքի դանդաղ ու ամուր կառուցումը, որը կոտրվել էր, հիմա վերականգնվում էր, կտոր առ կտոր, օր առ օր։ Արմենը վաճառեց իր մարզասրահների կեսը, սկսեց ավելի քիչ աշխատել։ Ոչ թե որովհետև չէր սիրում իր գործը, այլ որովհետև սովորել էր, որ հավասարակշռությունը էական է։ Առավոտները նվիրում էր Անիին դպրոց տանելուն, կեսօրները աշխատանքին, իսկ երեկոները ընտանիքի հետ լինելուն։ Հանգստյան օրերին աշխատանքային զանգերին չէր պատասխանում։ Դրանք սուրբ օրեր էին, նվիրված այգում զբոսանքներին, երկարակ ճաշերին, բազմոցին ֆիլմեր դիտելուն։ Նարինեն գերազանցությամբ ավարտեց մանկավարժության ֆակուլտետը։ Արմենը հանդիսատեսի շարքերում էր ավարտական օրը, Անին գրկած, թե նա արդեն չափազանց մեծ էր դրա համար, հպարտությունից լաց լինելով, երբ Նարինեն բարձրացավ բեմ դիպլոմը ստանալու։ Նա աշխատանքի անցավ քաղաքային դպրոցում, աշխատելով խոցելի ընտանիքների երեխաների հետ, այնտեղ գտավ այն նպատակը, որը փնտրել էր ամբողջ կյանքում։ Ամեն օր տուն էր վերադառնում պատմություններով, մարտահրավերներով, աչքերում այն փայլով, որը բնորոշ է աշխարհում փոփոխություն բերող մարդկանց։ Անին մեծացավ։ Դադարեց լինել այն վախեցած 8 տարեկան աղջիկը, որը ամբողջ գիշեր արթուն սպասել էր մոր վերադարձին։ Դարձավ խելացի, հարցասեր, կարծիքներով ու երազանքներով լի դեռահաս։ Նա ուզում էր բժիշկ դառնալ։ Ուզում էր օգնել մարդկանց։ Եվ Արմենը հստակ գիտեր, թե որտեղից էր գալիս ուրիշներին խնամելու այդ ցանկությունը։
Գալիս էր մորից, ով ամբողջ կյանքում մենակ էր խնամել նրան։ Գալիս էր հորից, ով չափազանց ուշ էր սովորել, որ խնամելն ավելի կարևոր է, քան ապահովելը։ Մի շաբաթ օր, ամուսնությունից 2 տարի անց, նրանց կյանքս մեկ շրջադարձ կատարեց։ Նարինեն մի քանի օր իրեն լավ չէր զգում։ Հոգնած էր, սրտխառնոց ուներ, դյուրագրգիռ էր։ Արմենը պնդեց, որ նա բժշկի գնա, երբ հետազոտությունների արդյունքները եկան, երկուսն էլ շոկի մեջ էին։ Նարինեն հղի էր։ Նրանք չէին պլանավորել։ Արդեն ավելի մեծ էին, Անին արդեն 10 տարեկան էր, կյանքը վերջապես կարգավորվել էր։ Բայց երբ սկզբնական ցնցումն անցավ, եկավ ուրախությունը։ Մի հսկայական, փոխակերպող ուրախություն։ Անին հիացած էր նորությունից։ Եղբայր կամ քույր էր ունենալու։ Շաբաթներով անուններ էր ընտրում, նկարներ անում, երեխայի սենյակը զարդարելու համար, պլաններ կազմում։ Եվ ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը հարցնում էր, թե արդյոք նա խանդում է, նա պատասխանում էր այն դաժան անկեղծությամբ, որը երբեք նրան չէր լքում։ Ինչին խանդեմ։ Հիմա մենք ավելի մեծ ընտանիք ենք լինելու։ Առաջ ես միայն հայրիկ ու մայրիկ ունեի։ Հիմա նա երեխա կունենամ։ Շատ ավելի լավ է։ Հղիությունը հանգիստ անցավ։ Նարինեն առավոտյան սրտխառնոց ուներ, տրամադրությունը տատանվում էր, փորը մեծանում էր, բայց նա փայլում էր։ Արմենը բաց չթողեց ոչ մի նախածննդյան այցելություն։ Ներկա էր յուրաքանչյուր ուլտրաձայնային հետազոտության, յուրաքանչյուր անալիզի, յուրաքանչյուր պահի։ Եվ երբ իմացան, որ տղա է, նա լաց եղավ։ Որդի էր ունենալու։ Մի տղա, մեծացնելու, սովորեցնելու, առաջին օրվանից ներկա լինելու համար։ Նրանք որոշեցին երեխային անվանել Գաբրիել։ Նարինեն ընտրեց անունը, որովհետև այն նշանակում էր հակ, նա զգում էր, որ այդ երեխան իսկապես հակ էր։ Մի հակ, որ երբեք ուշ չէ վերսկսելու համար։ Որ սխալները կարելի է ուղղել։ Որ ընտանիքները կարելի է վերակառուցել։ Տիկին Լուսինեն ծածկոցներ ու հագուստներ գործեց։ Սոնան խանութում մանկական խնջույք կազմակերպեց։ Պապի Պողոսը հսկայական տորտ պատվիրեց, բարի գալուստ, Գաբրիել գրությամբ, կապույտ գլազուրով։ Այդ ընտանիքի շուրջ ձավորված փոքրիկ համայնքը միասին էր ուրախանում, միասին տոնում, միասին աճում։ Բայց ամեն ինչ հարթ չէր։ Ծննդաբերությունից մի քանի շաբաթ առաջ մի բան պատահեց, որը անցյալը անսպասելի կերպով վերադարձրեց։ Արմենը աշխատանքից դուրս էր գալիս, երբ կայանատեղիում նրա կողքին միս մեքենա կանգնեց։ Պատուհանն իջավ, հայտնված դեմքը մի ուրվական էր, որը նա փորձել էր մոռանալ։ Դա այն տղամարդն էր, ով Նարինեի պարտքն էր հավաքել։ Նույնը, ով նրան տարել էր այն պահեստը։ Նույնը, ում Արմենը վճարել էր նրան ազատելու համար։ Տղամարդը ժպտաց, այն սառը ժպիտով, որը աչքերին չէր հասնում։ Արմեն, չէ՞։ Վաղուց չենք տեսնվել։ Արմենը զգաց, որ արյունը սառչում է։ Ինչ ես ուզում։ Տղամարդը ուսերը թոթվեց։ Ուղղակի եկել եմ զգուշացնելու։ Դու այն ժամանակ ինձնից լավ հաճախորդ խլեցիր։ Նարինեն, ասենք, արժեքավոր ակտիվ էր։ Եվ ես չեմ սիրում ակտիվներ կորցնել։ Արմենը բռունցքները սեղմեց։ Նա քեզ այլս ոչինչ պարտք չէ։ Ես ամեն ինչ վճարել եմ։ Տոկոսներով։ Դու այլս նրա հետ ոչ մի կապ չունես։ Տղամարդը ծիծաղեց։ Ճիշտ է։ Բայց գիտես, բիզնեսը բիզնես է։ Եվ ես մտածեցի, որ գուցե դու կուզենայիր ներդրում անել նոր հնարավորության մեջ։ Մի քանի հետաքրքիր առաջարկ ունեմ։ Բաներ, որոնք կարող են քեզ շատ բան բերել։ Արմենը մի քայլ առաջ արեց, ցածր, բայց սպառնալիքով լի ձայնով։ Ես քո նման մարդկանց հետ գործ չեմ անում։ Եվ եթե դու նորից մոտենաս իմ ընտանիքին, ես երաշխավորում եմ, որ կզղջաս։ Տղամարդը կորցրեց ժպիտը։ Զգույշ եղիր սպառնալիքներից, Արմեն։ Դու հիմա շատ բան ունես կորցնելու։ Հղի կին, դուստր, բնակարան։ Ցավալի կլիներ, եթե ինչ-որ բան պատահեր։ Արմենը զգաց, որ զայրույթը պայթում է, բայց զսպեց իրեն։ Գիտեր, որ բռնությամբ արձագանքելը հենց այն է, ինչ այդ մարդն ուզում էր։ Վերցրեց հեռախոսը, նկարեց մեքենան, համարանիշը, տղամարդու դեմքը ասաց, հանգիստ, բայց հաստատուն։ Ես կապեր ունեմ։ Ես ռեսուրսներ ունեմ։ Ես փաստաբաններ ունեմ։ Եվ ես ապացույցներ ունեմ այն ամենի, ինչ դու արել ես։
Եթե դու կամ քեզ հետ կապված որևէ մեկը մոտենա իմ ընտանիքին, ես կօգտագործեմ այդ ամենը քեզ ոչնչացնելու համար։ Հասկանալի՞։ Տղամարդը երկար նայեց Արմենին, գնահատելով։ Հետո ստիպված ժպտաց, բարձրացրեց պատուհանը, հեռացավ։ Բայց Արմենը գիտեր, որ դա չէր ավարտվել։ Նրա նման մարդիկ երբեք հեշտությամբ չեն հանձնվում։ Վերադարձավ տուն, սիրտը սեղմված, բայց որոշեց Նարինեին ոչինչ չասել։ Նա հղի էր, հանգստության կարիք ուներ, ոչ թե անհանգստությունների։ Բայց ուժեղացրեց անվտանգությունը։ Շենքի համար դռնապան վարձեց։ Միջանցքում տեսախցիկներ տեղադրեց։ Խնդրեց մի վստահելի ընկերոջ հետ էլ ցանկացած տարօրինակ շարժման։ Եվ հաջորդող շաբաթների ընթացքում նա գերզգոն էր։ Անիին անձամբ էր տանում դպրոց վերցնում։ Նարինեին մենակ դուրս գալ չէր թողնում։ Օրական մի քանի անգամ ստուգում էր տեսախցիկները։ Հոգնած էր, բայց զգոնությունը չէր թուլացնելու։ Ոչ այն դեպքում, երբ այդքան բան ուներ կորցնելու։ Նարինեն նկատեց, որ ինչ-որ բան այն չէ։ Դու տարօրինակ ես, Արմեն, ասաց նա մի գիշեր, նստած մահճակալին հսկայական փորով, անհանգիստ նայելով նրան։ Ինչ-որ բան է պատահել։ Արմենը վարանեց, բայց որոշեց պատմել։ Նրանց միջ ստեր չէր ուզում։ Ոչ այն ամենից հետո, ինչի միջով անցել էին։ Պատմեց կայանատեղիում հանդիպման, քողարկված սպառնալիքների, իր ձեռնարկած նախազգուշական միջոցների մասին։ Նարինեն գունատվեց։ Նա կարծում էր, որ այդ գլուխը փակված է։ Որ այլս երբեք ստիպված չի լինի հետ նայել։ Բայց անցյալը վերադարձել էր, սպառնում էր այն ապագային, որը նրանք այդքան ջանքով կառուցել էին։ Արմենը բռնեց նրա ձեռքը։ Ես թույլ չեմ տա, որ քեզ հետ ինչ-որ բան պատահի։ Ոչ Անիի հետ։ Ոչ էլ Գաբրիելի։ Ես ձեզ կպաշտպանեմ։ Միշտ։ Նարինեն սեղմեց նրա ձեռքը։ Գիտեմ։ Բայց մենք միասին ենք պաշտպանելու, լավ։ Նորից ամեն ինչ մենակ մի արա։ Մենք հիմա թիմ ենք։ Արմենը գլխով արեց։ Նրանք դասը սովորել էին։ Միասին ավելի ուժեղ էին։ Միասին կկարողանային հաղթահարել ամեն ինչ։ Օրերն անցան, ոչինչ չպատահեց։ Այլս հայտնվելներ չեղան, այլս սպառնալիքներ չեղան։ Արմենը սկսեց կամաց-կամաց հանգստանալ, մտածելով, որ գուցե տղամարդը հանձնվել է, որ գուցե ուժի ցուցադրումը բավարար է եղել։ Եվ հետո ծնվեց Գաբրիելը։ Դա հանգիստ ծննդաբերություն էր, մի 5 շաբթի լուսադեմին։ Արմենը ծննդասենյակում էր, բռնած Նարինեի ձեռքը, քաջալերող խոսքեր շշնջալով, սրբելով նրա ճակատի քրտինքը։ Եվ երբ երեխան վերջապես ծնվեց, երբ լացը արձագանքեց սենյակում, Արմենը զգաց, որ կուրծքը պայթում է։ Նա կատարյալ էր։ Փոքրիկ, կարմիր, փակ աչքերով սեղմված բռունցքներով։ Գաբրիել։ Իր որդին։ Կենդանի ապացույց, որ վերսկսումները հնարավոր են։ Անին եղբորը հանդիպեց հաջորդ օրը։ Մտավ հիվանդանոցի սենյակ տիկին Լուսինեի հետ, տեսավ երեխային մոր մահճակալի կողքի օրորոցում քարացավ։ Հետո դանդաղ մոտեցավ մատով դիպավ Գաբրիելի մանր ձեռքին։ Նա այնքան փոքր է, շշնջաց նա հիացած։ Բար, Գաբրիել։ Ես քո մեծ քույրն եմ։ Եվ ես միշտ քեզ կխնամեմ։ Արմենն ու Նարինեն իրար նայեցին, աչքերը լի արցունքներով։ Նրանք գեղեցիկ բան էին ստեղծել։ Իրական բան։ Մի բան, որն արժեր յուրաքանչյուր սխալի, յուրաքանչյուր ցավի, յուրաքանչյուր վերսկսման։ Մի քանի օր անց վերադարձան տուն։ Բնակարանը զարդարված էր կապույտ փուչիկներով բարիգալստյան պաստառով, որը տիկին Լուսինեն կախել էր դռան վրա։ Հարանուհին մի ամբողջ շաբաթվա համար ուտելիք էր պատրաստել, խնամքով դասավորված սառնարանում։ Սոնան ծաղիկներ էր ուղարկել։ Պապի Պողոսը մրգերի զամբյուղ էր ուղարկել, Երանի ամենագեղեցիկ ընտանիքին գրությամբ։ Նորածնի հետ առաջին ամիսները դժվար էին։ Անքուն գիշերներ, անվերջ տակտիրներ, չդադարող լաց, կուտակված հոգնածություն։ Բայց Արմենը ամեն ինչում ներկա էր։ Գիշերվա կեսին արթնանում էր Գաբրիելին փոխելու, օրորում էր նրան, երբ Նարինեն հանգստի կարիք ուներ, աններդաշնակ օրորոցայիններ էր երգում, որոնք Անիին ծիծաղեցնում էին։
Եվ հենց այդ գիշերներից մեկում, երբ Գաբրիելը վերջապես քնած էր օրորոցում, Անին մեղմ խրմփացնում էր հարան սենյակում, իսկ Նարինեն հոգնածությունից քնած էր բազմոցին, Արմենը բացարձակ պարզության պահ ունեցավ։ Նայեց փոքրիկ բնակարանին։ Հյուրասենյակը խաղալիքներով ցրված։ Խոհանոցը չորացող շշերով։ Միջանցքը պատերին կախված ընտանեկան լուսանկարներով։ Սա կատարյալ չէր։ Թափթփված էր, աղմկոտ էր, հոգնեցուցիչ էր։ Բայց իրական էր։ Եվ իրենցն էր։ Եվ այնտեղ, այդ հազվագյուտ լռության պահին, Արմենը վերջապես հաշտվեց անցյալի հետ։ Ընդունեց, որ սխալվել է։ Ընդունեց, որ ժամանակ է կորցրել։ Ընդունեց, որ երբեք չի վերականգնի վատնած տարիները։ Բայց նա ընդունեց, որ ներկան պարկ է։ Եվ որ ապագան խոստում է, որը նա կպահի ամեն օր։ Նստեց բազմոցին Նարինեի կողքին, զգուշորեն ավելի մոտ քաշեց, չարթնացնելու համար, մնաց այնտեղ, ուղղակի դիտելով։ Նրա կուրծքը բարձրանում ու իջնում էր խորը քնի շնչառությամբ։ Խառնված մազերը ընկած էին դեմքին։ Ձեռքը հանգչում էր դեռ մի փոքր ուռած փորին։ Նա ամեն ինչ էր։ Միշտ եղել էր։ Եվ նա քիչ էր մնում կորցներ դա հպարտության, վախի, կուրության պատճառով։ Բայց չէր կորցրել։ Երկրորդ հնարավորություն ուներ։ Եվ պատրաստվում էր օգտվել դրանից։ Հաջորդող տարիները աճի տարիներ էին։ Գաբրիելն արեց իր առաջին քայլերը, ասաց առաջին բառերը, արեց առաջին չարաճճիությունները։ Անին մտավ դեռահասության շրջան, լի գաղափարներով ու պլաններով։ Նարինեն դարձավ դպրոցի ուսումնական գծով տնօրեն։ Արմենը հավասարակշռված կերպով ընդլայնեց իր բիզնեսը, միշտ ընտանիքը առաջնահերթություն պահելով։ Եվ այլս երբեք լուր չունեցան այն տղամարդուց, ով սպառնացել էր նրանց։ Արմենը հետագայում կապերի միջոցով իմացավ, որ այդ անձը ձերբակալվել է շորթման համար մեկ այլ գործով։ Պատիժ էր կրում։ Եվ հավանաբար երկար ժամանակ հեռու կմնար։ Դա ազատագրում էր։ Անցյալի վերջին ուրվականը վտարվել էր։ Հիմա կարող էին ապրել առանց վախի։ Առանց հետ նայելու։ Միայն առաջ։ Մի կիրակի առավոտ, 5 տարի անց այն հեռախոսազանգից, որը փոխեց ամեն ինչ, ընտանիքը հյուրասենյակում էր։ Գաբրիելը, այժմ 4 տարեկան, հատակին մեքենաներով էր խաղում։ Անին, այժմ 15 տարեկան, սովորում էր ստուգողականի համար, բողոքելով նյութի քանակից։ Նարինեն բազմոցին գիրք էր կարդում, 6 ամսական հղիության փորով, որովհետև կյանքը որոշել ես մեկ անակնկալ մատուցել, այս անգամ աղջիկ, որին կանվանեին Հելեն։ Իսկ Արմենը խոհանոցում բլիթներ էր պատրաստում, դեռ ծուռումուռ, դեռ եզրերը այրված, բայց սիրով պատրաստված։ Անին հայացքը բարձրացրեց տետրից նայեց ծնողներին։ Մի հարց տվեց, որը նրանց անակնկալի բերեց։ Հայրիկ, մայրիկ, դուք ինչ-որ բանի համար զղջում եք։ Արմենն ու Նարինեն իրար նայեցին։ Հետո Նարինեն պատասխանեց այն անկեղծությամբ, որը միշտ բնորոշ էր նրան։ Զղջում եմ, որ ավելի շուտ օգնություն չեմ խնդրել։ Որ թույլ եմ տվել, որ հպարտությունը կուրացնի ինձ։ Բայց չեմ զղջում այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ հետո։ Որովհետև այն ամենը, ինչի միջով մենք անցանք, մեզ բերեց այստեղ։ Արմենը գլխով արեց։ Ես զղջում եմ, որ այդքան ուշ հասկացա, թե ինչն է իսկապես կարևոր։ Որ աշխատանքը ձեզնից առաջ եմ դրել։ Բայց ես սովորել եմ։ Եվ հիմա գիտեմ, որ ընտանիքն ամեն ինչ է։ Անին ժպտաց։ Դուք շատ համառ էիք, գիտեք։ Չափազանց երկար ժամանակ պահանջվեց, որ հաշտվեք։ Արմենը ծիծաղեց։ Ճիշտ է։ Իսկապես այդպես էր։ Բայց հաշտվեցիք, գոռաց Գաբրիելը հատակից, աչքերը չկտրելով մեքենաներից։ Եվ հիմա մենք երջանիկ ենք։ Եվ դա ճիշտ էր։ Նրանք երջանիկ էին։ Ոչ թե կատարյալ, իդեալականացված, հեքիաթային ծով, այլ իրական, ճշմարիտ, ջանքերով ամենօրյա ընտրություններով կառուցված ծով։ Այդ գիշեր, երբ երեխաները քնեցին, Արմենն ու Նարինեն մնացին փոքրիկ պատշգամբում, նայելով երկնքին։ Նարինեն ձեռքը փորին էր դրել, զգալով Հելենի հարվածները։ Արմենը գրկել էր նրան, կզակը հենած նրա գլխին։ Շնորհակալ եմ, շշնջաց Նարինեն։ Ինչի՞։ Համար։ Որ ինձնից չհրաժարվեցիր։ Որ այն օրը եկար իմ հետից։ Որ մնացիր։ Արմենն ավելի ամուր սեղմեց նրան։
Ես եմ շնորհակալ, որ ինձ երկրորդ հնարավորություն տվեցիր, որ հավատացիր, որ մենք կարող ենք վերսկսել, որ սա ինձ հետ կառուցեցիր։ Սա ի՞նչը։ Արմենը ժեստ արեց, ընդգրկելով բնակարանը, ընտանիքը, ամեն ինչ։ Սա… Օջախ… ընտանիք… մի կյանք, որն արժե ապրել։ Նարինեն շրջվեց, նրան նայելու։ Մեզ մոտ ստացվեց, չէ՞։ Ստացվեց։ Եվ հեշտ չէր։ Բայց արժեր յուրաքանչյուր արցունքի, յուրաքանչյուր դժվարության, յուրաքանչյուր վերսկսման։ Նրանք համբուրվեցին դանդաղ, այն հանգստությամբ, որը բնորոշ է նրանց, ովքեր գիտեն, որ առջում ամբողջ կյանք ունեն։ Եվ երբ հեռացան, Նարինեի աչքերում արցունքներ կային։ Ես քեզ սիրում եմ, Արմեն Պետրոսյան։ Ես էլ քեզ եմ սիրում, Նարինե Պետրոսյան։ Այսօր, վաղը, միշտ։ Եվ այնտեղ, Երանի Շենգավիթ թաղամասի համեստ բնակարանի փոքրիկ պատշգամբում, մի ընտանիք, որը կոտրվել վերականգնվել էր, շարունակում էր գրել իր պատմությունը։ Սխալների ճիշտ քայլերի պատմություն։ Անկումների վերելքների։ Հաղթահարված հպարտության վերագտնված սիրո։ Մի պատմություն, որն ապացուցում էր, որ երբեք ուշ չէ տուն վերադառնալու համար։ Երբեք ուշ չէ ներողություն խնդրելու համար։ Երբեք ուշ չէ վերսկսելու համար։ Որովհետև, ի վերջո, կարևորը ոչ թե այն է, թե որքան ունես, այլ ով ունես քո կողքին։ Դա ամեն օր արթնանալն է, իմանալը, որ կան մարդիկ, որոնք քեզ սիրում են։ Դա վերադառնալու տեղ ունենալն է։ Դա քոնն անվանելու ընտանիք ունենալն է։ Եվ Արմենը, գործարարը, ով մի ժամանակ կարծում էր, որ հարստությունը չափվում է գումարով, վերջապես սովորել էր ամենակարևոր դասը։ Իսկական հարստությունն ամեն օր արթնանալն է, իմանալը, որ դու հենց այնտեղ ես, որտեղ պետք է լինես։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Արմենի, Նարինեի, Անիի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք վերսկսումների երկրորդ հնարավորությունների այս ճանապարհորդությունից, սեղմեք հավանելու կոճակը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն ամենաշատը տպավորեց ձեզ այս պատմության մեջ։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի հուզիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը։ Սիրո, հաղթահարման, ներման ընտանիքի պատմություններ։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում նոր պատմությունով, որը կհուզի ձեր զգացմունքները։